Շաքարը ինքը, գլուկոզան ինքը, որպես այդպիսին կարծես թե վտանգ չի ստեղծում։ Նա վտանգ է ստեղծում այն իմաստով, որ տարիների ընթացքում սկսում է ախտահարել ամբողջ օրգանիզմի բոլոր անոթները, անկախ նրանց տրամագծից եւ նրանց տեղադրումից, այսինքն հավասարաչափ բոլոր անոթները սկսում են ախտահարվել, ինչ է տեղի ունենում, անոթների լուսանցքը սկսում է նեղանալ, քանի որ անոթի պատը սկսում է հաստանալ։ Ստացվեց, որ անոթները մենք արդեն փչացան, նեղացան, արյան շրջանառությունը վատացավ։ Ցավոք սրտի, նույն ձևով ախտահարվում են մեր բոլոր ներվերը, անկախ նրանց տեղակայումից, անկախ նրանց ֆունկցիայից, այսինքն ամենաբարակ ներվաթելերից մինչև հասցողունները, մինչև ուղեղանյութը, բոլորը նույն ձևով ախտահարվում են։ Ուրեմն ինչ ստացվեց, որպեսզի մեր օրգանիզմը նորմալ աշխատի, նախ պետք է նորմալ արյան շրջանառություն, որը արդեն խաթարվեց, եւ կենտրոնական ռեգուլյացիան, որով օրգանիզմը ղեկավարվում է, այսինքն մեր ուղեղը բարձրագույն նյարդային այդ օրգանը պետք է նորմալ իմպուլսներ հաղորդի դեպի ներքև, որով մենք կշնչենք, կտեսնենք, կլսենք, կաշխատենք եւ այլն։ Հիմա երկուսն էլ խախտվեց։ Ուրեմն ինչ ստացվեց յուրաքանչյուր օրգանի աշխատանքը արդեն խախտվեց։ Խաթարվել է, այո։